Հարգելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա թեման վերաբերվում է սուր միջին օտիտին կամ ինչպես ասում ենք մանկական ականջաբորբին եւ մեր այսօրվա հյուրը Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Լիա Անդրեասյանն է։ Ողջույն բժշկ Անդրեասյան։ Դե ինչ, առաջինը կհարցնեմ, ինչ է միջին ականջաբորբը կամ օտիտը։ Այո, սուր միջին օտիտը կամ միջին ականջի բորբոքումը երեխաների շրջանում հաճախ հանդիպող պաթոլոգիա է, իրենից ներկայացնում է միջին ականջի բորբոքում։ Այս երեխաները սովորաբար առաջինը հայտնվում են մանկաբույժի սենյակում, ուստի շատ կարևոր է իմանալ նշանները, երբ դիմել մանկաբույժի եւ ինչպես օգնել երեխային։ Ինչին կուզենայի հարցնել, կան հստակ պատճառներ, որոնք բերում են բորբոքման։ Միջին ականջի բորբոքումների պատճառների շարքում առաջին տեղը գրավում են ինֆեկցիաները, ինչպես վիրուսային ծագման, այնպես էլ բակտերիալ ծագման վարակներ։ Հիմնականում ինֆեկցիաներ են դրանք։ Իհարկե, բայց պիտի հարցնեմ, արդյոք սեզոնայնությունը կապ ունի, որտեղ նույն ինֆեկցիաները հիմա կարծես թե սեզոնայնությունն էլ չեն հարցնում։ Ամռանը, աշնանը, տարին կլոր մենք տարածվածություն ունենք։ Սովորաբար սեզոնայնությունը հենց վիրուսների սեզոնայնության հետ է կապված, ուստի դրա հետ կապված ձմռան եւ գարնան ամիսներին հիվանդության դեպքերը ավելի շատ են։ Ավելի շատ է տարածվածությունը։ Ինչպես կարող են ծնողները հասկանալ, որ երեխայի մոտ հենց ականջի բորբոքում է։ Հիմնական կլինիկական նշանն է դրանք ջերմության բարձրացումն է, թուլությունը, ականջացավը, երբեմն լսողության իջեցումը, երբեմն էլ երեխաները կարող են ունենալ թարախային արտադրություն միջին ականջից, դա տեղի է ունենում թմբկաթաղանթի ամբողջականության պատռման հետևանքով։ Իհարկե ականջացավը շատ սպეციფიկ սիմպտոմ է, սակայն դեպքերի մի մասը այն կարող է բացակայել եւ բացակայությունը երբեւե չի խոսում այն մասին, որ չունենք միջին ականջի բորբոքում։ Հետաքրքիր լինում է, որ ականջը չցավի, բայց լսողության իջեցումը առաջին ծնողը նկատի, դրանից կասկածի, այդպես էլ է։ Այո, դա եւս հնարավոր տարբերակ է եւ կարեւոր է իմանալ, որ մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում սիմպտոմները կարող են լինել բավականին շփոթեցնող եւ ոչ սպეციფიկ, ինչպես օրինակ կերակրումներից հրաժարում, թուլություն, քնի խանգարում, գրգռվածություն, տրամադրության անկում, այս բոլոր դեպքերում այո, անպայման պետք է դիմել մանկաբույժին կամ քիթ կոկորտականջաբանին զննման նպատակով։ Հիմնականում փաստորեն այնպես չի որ լուր է ընթանում, բայց կարող է եւ մի քիչ քողարկված եւ այլ սիմպտոմներ լինի, այդքան ակնհայտ հենց կոնկրետ ցավով չլինի, երեխան միջով կարող է ցույց տալ ականջի։ Եվ այո, դա տարածված կարծիք է մայրիկների շրջանում, որ երեխայի ձեռքականջին տանելը միշտ վկայում է բորբոքման մասին, բայց պետք է նշեմ, որ ձեռքականջին տանելը դա միշտ չէ, որ ցավի կամ բորբոքման նշան է։ Շնորհակալություն։ Հետաքրքիր է սովորաբար հետազոտությունների ինչ ցանկ է պետք լինում, արդյոք միայն առաջնային զննումը բավարար է, թե պետք են լինում գործիքային հետազոտություններ։ Ինչպես արդեն նշեցի, առաջինը այս երեխաները հայտնվում են մանկաբույժի սենյակում, ուստի շատ կարևոր է, որ ցանկացած ջերմող երեխային մանկաբույժի կողմից իրականացվի օտոսկոպիա։ Օտոսկոպիան դա հատուկ սարքի միջոցով միջին ականջի եւ թմբկաթաղանթի զննումն է, որը թույլ է տալիս հայտնաբերել արդյոք կա բորբոքում թե ոչ եւ ինչ աստիճանի է այդ բորբոքումը։ Իհարկե այն դեպքում, եթե ունենք թմբկաթաղանթի ամբողջականության խախտում եւ թարախային արտահոսք, ախտորոշումը ակնհայտ է ոչ միայն բժշկի, այլ նաեւ ծնողի համար։ Մնացած բոլոր դեպքերում զննումից հետո է միայն պարզ դառնում բորբոքված է ականջը թե ոչ։ Ու որոշ դեպքերում հարկ է լինում, եթե ունենում են նաեւ լսողության իջեցում, արդեն նեղ մասնագետների կողմից իրականացնել տիմպանոմետրիա, մի քանի այլ հետազոտություններ։ Բայց հիմնականում փաստորեն մանկաբույժը իր կաբինետի սահմաններում կարող է նույն գործիքով նայել, տեսնել բորբոքվածություն կա թե ոչ կամ ախտորոշում դնել։ Այո։ Հետաքրքիր է ինչ պատճառով է պարբերաբար կրկնվում, երբ է որ երեխայի մոտ դա ինչ որ հակվածություն է առաջանում անդադ կրկնվելու, արդյոք դա ահազանգ է ինչ որ կանխարգելիչ միջոցառումներ անելու։ Սովորաբար կրկնվող միջին օտիտների դեպքում բուժման, ախտորոշման պլանում ընդգրկվում են նաև քիթ կոկորտ ականջաբանները։ Նման դեպքերում առաջի հետազոտությունները, որ մենք անում ենք, դա իմուն համակարգի խնդիրները ժխտելն է, եւ երկրորդը արդեն կառուցվածքային միջին ականջի կառուցվածքային ախտահարումներն է պետք ժխտել։ Դրանով արդեն նեղ մասնագետներն են սովորաբար զբաղվում։ Կասեք բուժման միջոցները, դրանք դեղորայքային են, թե այլ միջոցառումներ եւս կան։ Բուժումը կախված է երեխայի տարիքից եւ մի քանի ուղեկցող խնդիրների առկայությունից կամ բացակայությունից։ Լինում են դեպքեր, երբ անմիջապես սկսվում է բուժում հակաբիոտիկներով եւ կան դեպքեր, երբ մենք ժամանակ ունենք սպասելու 24-ից 48 ժամ եւ հսկելու, 24-48 ժամ հետո կրկնակի զննելու եւ միայն այդ ժամանակ որոշելու արդյոք կարիք կա հակաբիոտիկներով բուժման թե չէ։ Այդ ընթացքում երեխաները սովորաբար ստանում են հակաբորբոքիչ դեղորայք։
Եթե ի վերջո որոշում եք կայացվում, որ պետք է սկսել բուժում հակաբիոտիկներով, սովորաբար տևողությունը 7-ից 10 օրն է։ Պետք է նշեմ, որ տեղային կաթիլների կիրառման հետ կապված մոտեցումները շատ հակասական են եւ պետք է իմանալ, որ որոշ դեպքերում դրանք նույնիսկ կարող են հակացուցված լինել, այո։ Եվ բուժման process-ում շատ կարևոր տեղ է գրավում adekvat ցավազրկման իրականացումը, որը սովորաբար երեխաների շրջանում իրականացնում ենք իբուպրոֆեն կամ ացետամինոֆեն պարունակող դեղամիջոցներով։ Այո, փաստորեն այս դեպքում եւս ինքնաբուժումը խոր չի տրվում, որ կարող է մայրիկը արդեն ակտորոշել, ինքնուրույն կաթիլներ կաթացնել, այնինչ կարող է դա նույնիսկ վնասել եւ հակացուցված լինել։ Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, պետք է իմանալ, որ դրանց շարքին են դասվում վիրուսների կանխարգելումը եւ այդ թվում կարևոր տեղ են զբաղեցնում սեզոնային եւ ըստ ազգային օրացույցի պատվաստումների իրականացումը, ինչպես օրինակ պնևմակոկային վակցինայի իրականացումը, գրիպի վիրուսի սեզոնային վակցինայի իրականացումը, կրծքի կաթով կերակրումը, ծխախոտի ծխի բացառումը։ Եվ կարևոր փաստ է, որ 6 ամսեկանից մեծ երեխաների շրջանում ծծակների օգտագործումը եւս կարող է մեծացնել միջին օծիտների զարգացման հավանականությունը։ Շատ հետաքրքիր է։ Էլի խոր չտանք, որ երկարատև։ Այո։ Ամեն կերպ խթանեն ծծակների օգտագործումը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար Բժշկուհի, կարծում եմ մենք դեռ կանրադառնանք այս թեմային։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրը այսօր Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Լիա Անդրեասյանն էր եւ խոսում էինք ականջի բորբոքումից։ Իսկ մենք տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքներ էջ եւ տեսնենք ինչ են մեզ համար պատրաստել Իդեն բժշկական կենտրոնում։